Եթե ձեզ կասկածելի հեռախոսահամարից զանգահարում են, աննախադեպ շահավետ առաջարկ անում կամ ձեր անվտանգությունն ապահովելու համար բանկային տվյալ պահանջում, մի տրվեք գայթակղությանը։ Մեծ հավանականությամբ աշխարհի որևէ ծայրում հարմարավետ գրասենյակում նստած անձինք ցանկանում են տիրանալ ձեր ֆինանսական միջոցներին։ Այս հանցագործությունն աշխարհում հայտնի է զանգերի կենտրոն անունով։ Հայաստանում նույնպես կան նման կենտրոններ, իսկ ինչ է արվում դրանք բացահայտելու եւ վնասազերծելու համար։ Ֆակտոր TV-ն փորձել է ստանալ այս հարցի պատասխանը եւ պարզել, ուր են գնում Հայաստանում գործող զանգերի կենտրոնների գումարները, ինչն է խոչընդոտում բացահայտել այս հանցագործությունները եւ ինչու այս գործերը քննող քննիչներն ամիսներ առաջ հեռացան քննչական կոմիտեից։ Մինչ հանցավոր գործունեությունը սկսելը կազմակերպության ղեկավարները վարձակալում են տարածք, որը պետք է լինի անվտանգ։ Փակում են գրասենյակի պատուհանի ապակիները, որպեսզի հնարավոր չլինի տեսնել, թե ինչ է կատարվում ներսում։ Կահավորում են սենյակն այնպես, որ իրավապահների անակնկալ այցի դեպքում անջատվի էլեկտրականությունն ու խափանվի ներսում գտնվող համակարգիչների աշխատանքը։ Այսինքն նրանք համակարգչային տեխնիկան կահավորում են հենց այդ տրամաբանությամբ, որպեսզի շատ արագ հնարավորություն ունենան իրավապահ մարմիններին զրկել այդ համակարգիչներում պահվող կամ համակարգիչների միջոցով այլ համակարգիչներում հասանելի տեղեկատվությանը։ Գրասենյակում աշխատողներն իրավունք չունեն իրենց մոտ պահել անձնական բջջային հեռախոսներ, պարտավոր են պահպանել իրենց գործունեության գաղտնիությունը, իսկ լռության գինը բարձր աշխատավարձն է, որը կարող է տատանվել ամսական 2000-ից ընդհուպ $50,000 շրջանակում։ Հենց այս գաղտնի գրասենյակներից էլ տիրանում են աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հազարավոր քաղաքացիների ֆինանսական միջոցներին, զանգահարում են ու առաջարկում արագ շահույթ ստանալու հնարավորություն կամ ներկայանում բանկի, հարկային ծառայության կամ այլ մարմնի աշխատակից, հայտնում են, որ քաղաքացու քարտից կասկածելի գործարք է կատարվել, իսկ խնդիրն արագ կարգավորելու համար անհրաժեշտ են բանկային կամ անձնական գաղտնիք համարվող տվյալներ։ Դրանք ստանալով խաբեությամբ տիրանում են քաղաքացիների ֆինանսական միջոցներին։ Զանգերի կենտրոնի միջոցով քաղաքացիներին խաբեության զոհ դարձնելու հանցավոր սխեմայի տարբերակներն այսքանով չեն սահմանափակվում։ Մեզ բազմաթիվ քաղաքացիներ դիմում են այդպիսի հորդորներով, խնդրանքներով, որպեսզի հետ բերեն գումարներ, որոնք իրենք ներդրել են տարբեր ֆինանսական սխեմաների, կրիպտոների մեջ, նաև բազմաթիվ դեպքեր ենք ստանում, դեպքեր ենք տեսել, երբ մարդկանց հետ, օրինակ, կեղծ իրային կապի մեջ են մտել, էլի շատ տարածված վերջին դեպքերից մեկը, երբ որ որևէ քիչ թե շատ հայտնի մարդու նկարով, անունով ստեղծում են կեղծ պրոֆիլներ WhatsApp-ում, Signal-ում, կապրում են տարբեր քաղաքացիների հետ եւ իրենց հետ սկսում են ինչ-որ ֆանտաստիկ պատմություններ պատմել, սոցիալական ինժեներիա են անում, վախեցնում են, որ քրեական գործ է հարուցվել, դու որպես ինձ ծանոթ մարդ ընկել ես շրջանակի մեջ, քեզ հավանաբար ԱԱՑ-ն կզանգահարի եւ հետո ինչ-որ կեղծ ԱԱՑ է զանգարում, սկսում է գումարներ պահանջել։ Այս կազմակերպությունները կամ առհասարակ գործում են ստվերում, կամ պետությանը մոլորեցնում գրանցվելով որպես այլ գործունեությամբ զբաղվող կազմակերպություն։ Լինում են դեպքեր, երբ հարկերից խուսափելու, այդ ֆինանսական միջոցներին օրինական տեսք հաղորդելու, հետագայում ձեռք բերված այդ հանցավոր ճանապարհով ձեռք բերված դրամական միջոցների հանցավոր ծագումը խեղաթյուրելու, թաքցնելու նպատակով դրանց օրինական տեսք հաղորդելու համար տարբեր անձանց անուններով իրավաբանական անձանց ռեգիստրում գրանցվում են ընկերությունը։ Սակայն մի շարք դեպքեր ունենք, որ առհասարակ հիշել գրասենյակային տարածքում գործունեություն իրականացնելիս որևէ գրանցում չեն իրականացրել։ Որպես կանոն, այս տեսակի հանցագործություններով զբաղվող խմբերը խաբեության զոհ չեն դարձնում այն երկրի քաղաքացիներին, որի տարածքում գործում են, բայց դա չի նշանակում, որ Հայաստանի քաղաքացիներն այս հանցագործության զոհ չեն դառնում։ Ուրիշ երկրում տեղակայված զանգերի կենտրոնը արդեն իսկ թիրախավորում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իսկ ինչու հանցագործները չեն թիրախավորում այն երկրի քաղաքացիներին, որի տարածքում գործում են։ Հանցավոր խմբի անդամները կարծում են, որ այդ դեպքում ավելի հեշտ կլինի բացահայտել հանցագործությունը։ Հանցավորների մոտ կա ձևավորված այն համոզմունքը, որ եթե պայմանական Հայաստանի Հանրապետությունից նրանք թիրախավորեն եվրոպական որևէ երկրի քաղաքացու, իրավապահները հնարավորություն չեն ունենա պարզելու, թե որ քաղաքացիներ են տուժվել նրանց հանցավոր գործունեությունից, ինչքան ֆինանսական վնաս են կրել, սակայն մենք ունենք այդ հնարավորությունը։ Միջազգային մեր բոլոր լծակները օգտագործելով մենք հասնում ենք այն կետին, որ հնարավորություն ենք ունենում պարզել, թե որ երկրից որ քաղաքացին ինչքան ֆինանսական միջոցները, ինչքան ֆինանսական վնաս է կրել։
Ոստիկանները գուցե բացահայտում են, իսկ ինչ է լինում այս գործերի քննությունը հետո։ 2022 թվականին Հայաստանում բացահայտվել է անդրազգային այս հանցագործության առաջին դեպքը։ Քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների վարչության պետ Շիրազ Գրիգորյանը վիճակագրություն է ներկայացնում։ Մինչ օրս 11 քրեական վարույթ 30 մեղադրյալի մասով մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան եւ արդեն 7 քրեական վարույթով 25 մեղադրյալի մասով ունենք օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ։ Ներկայումս 20 անձի նկատմամբ հարուցված է հանրային քրեական հետապնդում։ Այս գործերով տուժողների ինքնությունը պարզվում է, բայց քրեական գործերով տուժողներ չկան։ Չնայած այս հանգամանքին, քրեական վարույթի շրջանակում հանցավոր ծագում ունեցող դրամական միջոցները փոխանցվում են Հայաստանի ֆինանսների նախարարության դեպոզիտ հաշվին։ Իրականացող 5 քրեական վարույթներով 847 միլիոն դրամ գումար մուծվել է դեպոզիտ հաշվին եւ դատարանը իր եզրափակիչ դատավարական ակտով անդրադարձ կատարի դրան բռնագանձման հարցին։ Այսինքն դատարանը որպես հանցավոր ծագում ունեցող գույք պետք է այդ գումարը բռնագանձի եւ այն անցնի պետբյուջե։ Ստացվում է սա հանցագործություն է, որը լցնում է պետբյուջեն։ Իսկ որքանով է Հայաստանի Հանրապետությունը շահագրգիռ, որպեսզի տուժողները ներկայանան։ Վարույթ իրականացնող մարմինը ձեռնարկում է բոլոր միջոցները եւ արդեն իսկ նշեցի, որ մենք տուժող անձնատվյալները ձեռք բերելու դեպքում Ինտերպոլի միջոցով հայտնում ենք իրավասու երկրների իրավապահ մարմիններին, որ մեր կողմից իրականացվող քրեական վարույթով պարզվել է, որ հիշյալ անձինք տուժել են Հայաստանի Հանրապետությունում կատարված հանցագործությունից։ Եվ մենք միևնույն ժամանակ իրավասու մարմնին խնդրում ենք հիշյալ հանցանքից տուժած անձանց իրավունքները պարզաբանել, այդ թվում նաև իրանց իրավունքների իրացնելու հնարավորությունը։ Այս հանգամանքը սակայն միանշանակ չի ընկալվում անգամ իրավապահ համակարգի ներսում։ Թեև որևէ պաշտոնատար անձ հրապարակայնորեն չի բարձրաձայնում, իրավապահ համակարգի ներսում անգամ կա մոտեցում, որ եթե Հայաստանի քաղաքացիները չեն տուժում Հայաստանում այդ գրասենյակների գործունեությունից, ինչու թույլ չտալ դրանց գործունեությունը։ Ոստիկանության կիբերհանցագործությունների վարչության պետ Հայկ Մկրտչյանը սակայն այս տեսակետը չի կիսում։ Իրավապահ մարմինների համար ընդհանրապես էական նշանակություն չունի տվյալ անձը թիրախավորում է մեր քաղաքացիներին, թե օտարերկրյա քաղաքացիներին, այսինքն հանցագործություն կատարող անձը մեր համար մնում է հանցագործություն կատարող անձ, հանցագործ։ Ենթադրյալ հանցագործների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու, տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ գործուն քայլեր չձեռնարկելու տեսակետը չեն կիսել նաև քննչական կոմիտեի կիբերհանցագործությունների վարչության ձևավորման պահից ի վեր աշխատող քննիչները։ Վերջին ամիսների ընթացքում վարչության գրեթե բոլոր քննիչները ազատման դիմումներ են գրել, թափուր պաշտոններն այժմ համալրվել են նոր քննիչներով։ Այս թեմային անդրադարձել է նաև իրազեկ քաղաքացիների միավորում կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Գիտեք, թե ինչու են ինտերնետ խարդախությունները ծաղկում, զոհերն էլ ստիպված ցույց են անում։ Դա տեղի է ունենում այդ թվում, քանի որ տարեսկզբում քննչական կոմիտեում որոշեցին ազատվել կիբերհանցագործությունների քննության կոմպետենտ վարչության բոլոր ծառայողներից։ Ընդ որում առաջին հերթին այդ ինտերնետ խարդախությունների դեմ արդյունավետ պայքարող քննիչներից։ Իսկ դա իր հերթին տեղի ունեցավ այն բանից հետո, երբ այդ քննիչները սկսեցին բացահայտել ինտերնետ խարդախությունների կենտրոնների կապերը որոշ ազդեցիկ անձանց հետ։ Այլ կերպ ասած, այդ ինտերնետ խարդախությունների կենտրոններն այնքան ազդեցիկ ու հարուստ են, որ կարող են ազդել իրավապահների վրա։ Իսկ արդյոք իրավապահները կարող են շարժվել ըստ խմահաճույքի։ Պարզ է, որ չնայած Հայաստանում գործող զանգերի կենտրոնները փորձում են չթիրախավորել երկրի ներսում մարդկանց, որպեսզի այսպես ասած երկրի ներսում տուժողներ չլինեն, որպեսզի իրավապահները քիչ մոտիվացիա ունենան իրենց բռնելու, ամեն դեպքում գործում են այդ երկկողմանի պարտավորությունները եւ եթե մենք ուզում ենք պաշտպանել Հայաստանի քաղաքացիներին, ում թիրախավորում են այդպիսի զանգերի կենտրոնները, մենք էլ մեր հերթին պիտի փորձենք ապահովել երկկողմանություն, մենք էլ մեր կողմում չթողնենք այդպիսի զանգերի կենտրոնների անզուսպ գործունեությունը։ Իրավապահներին զանգերի կենտրոնների գործունեությանն առնչվող 1000-ի հասնող անձանց ինքնություն է հայտնի, բայց այս գործերով մեղադրյալների թիվը 100-ի էլ չի հասնում։